Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը բխում է նաև Եվրամիության շահերից։ Կարևոր է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում։ Կայա Կալասն ասել է, որ կարգավորումը կարևոր է այս երկրների ժողովուրդների կապակցվածության և բարեկեցության համար։ Իրենք քննարկում են, թե կոնկրետ ինչ կարող են անել։ Արտգործնախարարն էլ հայտարարել է, որ Եվրամիության երկրներ այցելող Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը սկսված է։ Արարատ Միրզոյանն ասել է, որ այդ ուղղությամբ առաջընթաց կա, Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերությունը մտնում է նոր ռազմավարական գործընկերության փուլ։ Շեշտել է, սա Երևանի հավակնությունների սահմանը չէ։ Ընդլայնվել է նաև անվտանգության ոլորտում գործակցությունը։ Այս մասին առավել հանգամանալից թողարկման վերլուծական հատվածում։ Այժմ ներքաղաքական թեմաներ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որպես կառավարող ուժ հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի մթնոլորտի կուլտուրայի զարգացման գործում, վարչապետն է գրել Facebook-յան էջում։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՔՊ վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության էթիկայի կանոնագիրքը։ Ստանդարտներ են սահմանում իրենց համար, դրանով հայտարարելով հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարեվարկության լավագույն ստանդարտներին իրենց նվիրվածության մասին։ Երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած էթիկայի կանոնագրքին, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ազգային ժողովի փոխոսնակ Հակոբ Աշակյանը չի առաջադրվել 2026 թվականի ընտրությունների ՔՊ ցուցակում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Աշակյանը խոսել է պատճառների մասին։ Կարծում է ինքն առավել արդյունավետ է բիզնեսի զարգացման, Հայաստանի Հանրապետությունում տեխնոլոգիական ոլորտի կայացման, ռազմարդյունաբերության ոլորտի կայացման ու զարգացման ոլորտում։ Հայաստանում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունի իր կուտակած փորձով, գիտելիքներով։ Ես կարող եմ այդտեղ իմ պետությանն ու ժողովրդին ավելի մեծ ծառայություն մատուցել, ասել է նա։ Ազգային ժողովի փոխոսնակը նաև հայտնել է, որ կուսակցությունից դուրս գալու դիմում չի գրել։ Հարցին արդյոք նեղացած է Նիկոլ Փաշինյանից, Աշակյանը պատասխանել է, որ այդ մասին խոսել է։ Նաև վստահ է, որ քաղաքացիական պայմանագիրը ջախջախիչ հաղթանակ է տանելու առաջիկա ընտրություններում։ Այս ցուցակում տեսադաշտում ունենալով այն, որ ինձ ավելի էֆեկտիվ եմ համարում Հայաստանում բիզնեսի զարգացման, տեխնոլոգիաների զարգացման, ռազմարդյունաբերության զարգացման, ինչպես նաև Հայաստանի մրցակցային առումով բարձրացման տեսանկյունից, որտեղ դուք գիտեք, ուզում եմ մի բան ձեր ուշադրությունը մի բանի վրա եմ ուզում հրավիրել, մենք հիմա գնում ենք այն ճանապարհով, որ ապաշրջափակում է տեղի ունենալու եւ առանց, այսինքն ես որևէ կասկած չունեմ, որ Հայաստանի շուրջ բոլոր ճանապարհները ապաշրջափակվելու են եւ այս առումով Հայաստանում տնտեսությունը կարիք ունի մրցակցային լինելու, որպեսզի կարողանա դիմանալ շուրջը եղող երկրների։ Եթե այդքան ձեռքբերումներ ունեք, ապա ինչու չեք ուզում շարունակեք հենց քաղաքականության մեջ։ Այսինքն պատասխանեցի ձեր հարցին, որովհետեւ այն պատճառները, որոնց համար ես պետական պաշտոններ եմ զբաղեցնել, ըստ էության ես ունեմ ընտրության հնարավորություն, որտեղ կլինեմ ավելի էֆեկտիվ։ Այսինքն չեք երգում, որ վիրավորված եք Փաշինյանից, չեք երգում դա։ Կուսակցությունից դուրս գալու դիմում ես չեմ։ Եվ ընդհանրապես ասած հետևյալն է, եթե իմ գործունեությանը, կուսակցական գործունեությունը չի խանգարում, իսկ այն չի խանգարում, ապա ես նպատակ չունեմ կուսակցությունից դուրս գալիս քաղաքականությունից, հարգելի գործընկերներ, քանի որ երբ որ մենք խոսում ենք գործարարության մասին, ընդհանրապես ինձ համար գործարարությունը քաղաքականությունից անկախ երևույթ է եւ այն կետերում, որտեղ շահերի բախում կարող է առաջանալ, ես ընտրում եմ գործարարությունը եւ կոնկրետ այս դեպքում, երբ որ դե ինձ թվում է, որ շատ կոնկրետ եմ ասում։ Ես ասում եմ հետեւյալը, քանի որ ազգային ժողովի նախընտրական ցուցակում ընդգրկվել է եւ ազգային ժողովի պատգամավոր դառնալը
կոնֆլիկտի մեջ է մտնում գործարարություն անելու հետ եւ մեր սահմանադրությամբ դա արգելված է, ապա ես ընտրում եմ մյուս ճանապարհը եւ արդեն ասացի թե ինչի համար։ Իսկ ԿՊ-ից նեղացվածություն ունեք, օրինակ համակարգում երեխա չենք, ինչ նշանակում։ որևէ վիրավորանք Փաշինյանի։ Ես ձեզ հրավիրել եմ բոլորիդ իմ սենյակ եւ դրա մասին մենք խոսել ենք։ Ինչ նշանակում նեղացվածություն ունես։ Միգուցե ավելի պրագմատիկ եք եւ հաշվարկել եք, որ ձեր կուսակցությունը մեծամասնություն չի գրավելու։ Հրաշալի հարց եք տալիս, պատասխանեմ ձեր հարցին։ Իմ կարծիքով մեր կուսակցությունը տանելու է ջախջախիչ հաղթանակ։ Առաջիկա ընտրություններին եւ դրա պատճառները շատ են, չթվարկեմ եւ ես ինքս կանգնած եմ դինելու այդ հաղթանակի հետևում։ Ջախջախելու ենք այն բոլոր ուժերին, որոնք որ Հայաստանում ցանկանում են, որպեսզի ժողովրդավարությունը հետընթաց ունենա։ Ջախջախելու ենք այն բոլոր ուժերին, որոնք որ ցանկանում են, որ Հայաստանում ընտրություններ կեղծվեն։ Այն բոլոր ուժերին, որոնք որ թալանով են զբաղվել, իրենց կուտակած թալանած բաները, կարողությունները ցանկանում են նորից դնել ընտրական գործընթացի մեջ, որպեսզի նորից գան իշխանության եւ նորից թալանով զբաղվել։ Այդ բոլոր ուժերին եւ այդ թվում նաեւ հարգելիներս, մենք քաղաքականության մասին ենք խոսում, էլի, եւ քաղաքացիները իրենց քվեով են ջախջախելու։ Այն բոլոր ուժերին, որոնք քաղաքացու ձայնը պիտի գողանան եւ գողացել են պատմության ընթացքում եւ ելի են ուզենալու գողանան, դրանց ջախջախիչ պարտություն է սպասում եւ մեր ժողովուրդն է դա ապահովելու։ Ես կարծում եմ ավելի հստակ դժվար է ասել եւ նաեւ այն բոլոր օտարերկրյա ուժերին, որոնք ցանկանում են Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը հարցականի տակ դնել եւ տարբեր ներքին ուժերի վրա հիմնվելով ցանկանում են խոցելի դարձնել Հայաստանի ժողովրդավարությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը եւս չի ուզում զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ։ Նա նույնպես չի առաջադրվել ու լրագրողների հետ ճեպազրույցում Հակոբյանը պատասխանել է նաեւ Աշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ հարցին։ Այս մարդկանց հետ քննարկում ունեցել եկեղեցու խնդիրների հետ կապված։ Ինչ եք որոշում, ինչից որոշեցիք, որ հա, բայց քննարկում ունեցել եկեղեցու որոշ եկեղեցականների հետ կապված քննարկում ունեցել, որովհետև նախորդիվ այդ հոգեորականները գրառմամբ հայտարարությամբ հանդես են եկել։ Ինչ եք որոշում, որ այս մարդկանցով մաքրում է եկեղեցին։ Այսինքն նրանց միջոցով կաթողիկոսին ուզում է լրացնել, հետո իրենցից կազատվի։ Ես չգիտեմ, Ժորժ ջան, ես չգիտեմ, բայց այս մարդկանց ով, իսկ ում հետ քննարկում անի, եթե 10 կամ 9 եպիսկոպոսներով եւ արքեպիսկոպոսներով հայտարարություն են արել, ում հետ հանդիպի քննարկի։ Ես տեսել եմ մեկ այլ տեսանյութ, որտեղ Աշակ Սրբազանը ասում է, տեսանյութը իրական է, պետքա անդրադառնալ բովանդակությանը, որը, չգիտեմ, կեղծ է կամ ինչ է։ Հիմա թող Աշակ Սրբազանը, ես չեմ նայել, բայց ձեր պնդմամբ, հիմա դուք ասում եք, որ ինքը ասում է, որ չկա նման տեսանյութ, կամ իր հետ կապ չունի, բայց նախորդ իր հարցազրույցից մեկի ժամանակ ասում է, որ տեսանյութում ինքն է, բայց բովանդակության հետ կապված հարցեր ունի։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը նույնպես չի առաջադրվելու լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորն ասել է, որ գնալու է բիզնեսով զբաղվելու, ինչպես 2018 թվականից առաջ։ Մնալու է կուսակիցների կողքին, սիրում է թիմին, ոչ ոքից հիասթափված չէ։ Ինքնակամ է գնում ու վստահ է հաղթանակ են տանելու։ Պատգամավորը վստահ է քաղաքականությունից դուրս կյանք կա։ Ես կարծում եմ, որ Հայաստանի համար սկսել են լավ ժամանակներ, մեր պետությունը պետքա ծաղկի, մարդիկ պետքա լավ աշխատեն, այս պահին ուզում եմ գնամ հիմա էլ այնտեղ աշխատեմ, պետությունը ծաղկեցնեմ, որտեղ որ աշխատել եմ 18 թվականից առաջ, Ժողովուրդ ջան, ես հո դպրոցից չեմ հելել եկել ստեղ կամ չգիտեմ, փողոցից եմ եկել։ Ես շատ կենսագրությունից չեք նայում, ես իմ կյանքում 16 տարեկանից սիրելիներս աշխատել եմ 16 տարեկանից մինչև այսօր։ Բացառությամբ մի 2 տարի, որ երեխա եմ ունեցել, չեմ կարողացել։ Ամեն օր աշխատել եմ, հիմա գնում եմ այդտեղ աշխատել։ Մեծ պլաններ ունեմ, լավ, ուզում եմ ստեղծագործեմ, ուզում եմ նոր բիզնես պլաններ ունեմ, ուզում եմ Հայաստանի տնտեսությանը օգուտ բերեմ։ Շարունակել եմ կուսակցությունում մնալ, դա ոչ իմ չի փոխվում, երբ որ իմ ընկերներն իմ կարիքը կզգան, ես նորից կլինեմ։ Իրանց կողքին ընտրություններին իրանց օգնելու եմ։ 26 թվականի քաղաքացիական պայմանագիրը վստահ եմ, որ հաղթանակ ունենալու եւ
լավ հաղթանակ ունենալու։ Բիզնեսի որ ճյուղն եք ընտրել։ Ես համարում եմ, որ քաղաքականությունից դուրս կյանք կա, ես տեսել եմ 30 տարվա մեջ ոնց են եկել մարդկանց ժամանակը, եւ իրենք չեն գիտակցել, որ ժամանակը եկել է գնալու, պետքա սթափ լինել, պետքա հասկանալ, եթե արել ես այս պահին ուրիշ տեղ ես տեսնում, պետքա հանգիստ գնաս։ Շարունակենք, ամենացավալին այն է, որ մենք ականատես ենք լինում գործող իշխանության եւ եկեղեցու հակադրությանը։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նա կարծում է, դա չպետք է հանրայնացվեր եւ պետք է իրականացվեր փակ դռների հետևում պատշաճ առանց լայն հասարակությանը ներգրավելու։ Այլ մեկնաբանություններ չի ցանկանում տալ, կսպասի, թե եկեղեցու ներսում ինչ զարգացումներ կլինեն։ Ըստ այդմ էլ իր դիրքորոշումը կհայտարարի։ Դատական նիստից մանրամասներ չի հայտնել, ասել է հաջորդ անգամ կխոսի։ Շահրամանյանը խոսել է նաև Արցախի թեմի առաջնորդի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին։ Ինձ մեկ հարց էր հետաքրքրում հիմնականում, արդյոք այդ հանդիպումը համաձայնեցված էր իրենց ղեկավարի վեհապարի հետ եւ ստացել են բացասական պատասխան։ Եվ ըստ դրա իմ եզրակացությունները ես արել եմ։ Այսինքն վեհապարը տեղեկացված չի եղել հանդիպման մասին եւ համաձայնություն չի Իմ տեղեկությունները ոչ։ Իսկ ինչու է որոշել գնալ այդ դեպքում, եթե Ես չեմ կարող Ինչ է ձեզ ասել։ Մեկնաբանել վեհապարի դիրքորոշումը Արցախի հետ կապված, Արցախի հետ տեղի ունեցածի հետ կապված, Արցախահայության իրավունքների հետ կապված բոլորիս հայտնի է եւ մենք կիսում ենք այդ դիրքորոշումը։ Ես հնարավորություն եմ ունեցել հանդիպել վեհապարի հետ մի քանի անգամ եւ շնորհակալություն եմ հայտնել իրեն այդ դիրքորոշման համար։ Խորհրդարանում այս տարվա վերջին քարորյան է առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագիծն է քննարկվել։ Նախարարն ասել է, որ գործընթացը սկսվելու է 2026-ից եւ համակարգը ներդրվելու է 3 փուլով։ Պատգամավորները հարցեր են ուղղել, Անահիտ Ավանեսյանը ներկայացնելով մանրամասներ ասել է, որ այս աշխարհում ձրի բան չկա։ Ինքն էլ չի ասել, որ ամեն ինչ լինելու է անվճար։ Մենք նախատեսում ենք ապահովագրության համակարգը ներդնել 3 տարվա ընթացքում։ Առաջին փուլը, որ պետք է մեր ապահովագրվողները ներառվեն, ես ինչու եմ նշում այս ձևակերպումը, որովհետև ըստ էության մեր նախորդ տարիների աշխատանքը եւս եղել է մեծապես ապահովագրական համակարգի նախապատրաստական փուլ եւ բազմաթիվ մեխանիզմներ, որոնք որ անկյունակարային են լինելու համակարգի համար, արդեն իսկ պիլոտային տրամաբանությամբ տարիներ է, որ գործարկվում են։ Եվ այսպիսով 2026 թվականի առաջին փուլով ապահովագրվելու են բնակչության հետևյալ խմբերը, մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի անձինք, 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ ֆունկցիոնալության գնահատական ունեցող քաղաքացիները եւ անապահովության միավորներ 28 եւ ավել միավոր ունեցող անձինք։ Այս բոլոր խմբերը ապահովագրվելու են պետության կողմից եւ նրանց ապահովագրավճարը վճարելու է պետությունը պետական բյուջեի շրջանակներում։ Հաջորդ խումբը, որ ներառվելու է 2026 թվականից 200,000 դրամից ավել աշխատավարձ կամ դրան հավասարեցված եկամուտ ունեցող քաղաքացիներն են եւ նրանց համար էլ կառավարությունը մեղմելու առաջին մեկնարկային տարվա ֆինանսական բեռը ներդնելու է հետևյալ սուբսիդավորման համակարգը։ Ես կնշեմ այն աշխատավարձային ուրեմն խմբերի տարբերությունները, որոնք որ սուբսիդավորման ճկուն համակարգից կարողանալու են օգտվել։ Եւ այսպես 200-ից 500,000 դրամ աշխատավարձ ստացող մեր քաղաքացիները պետք է վճարեն տարեկան 129,600 դրամ, որը բաժանելով ամսական ստանում ենք 10,800 դրամ։ Վճարումը իրականացվելու է ամսական կտրվածքով։ 10,800 դրամից նրանք զինապահ հիմնադրամին այսօր վճարվող 5,500 դրամի փոխարեն վճարելու են ընդամենը 1,000 դրամ եւ մնացած 4,500 դրամը կարողանալու են ուղղել առողջության ապահովագրությանը։ Հաջորդը
Ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգի շրջանակներում սոցիալական կրեդիտների շրջանակում հետ վերադարձն է։ Այսինքն մեր կողմից վճարված եկամտահարկից պետությունը այսօր մեզ վերադարձնում է մեր անձի առողջության եւ կրթության ծախսերը հոգալու համար։ Եվ այս սոցկրեդիտների շրջանակներում, նորից եմ կրկնում, 200-ից 500,000 դրամ ստացող քաղաքացիները մինչև ամսական 6,000 դրամի շրջանակներում կարողանալու են հետ վերադարձ ստանալ։ Այսինքն, այս 2026 թվականի ֆինանսական բեռը քաղաքացու վրա այս խմբի ընդամենը 300 դրամ է լինելու։ Հաջորդը 500-ից 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողներն են։ Այս խմբի քաղաքացիները այսօր վճարում են զինապահ հիմնադրամին 8500 դրամ, շարունակելու են վճարել 1000 դրամ եւ մնացած 7500 դրամը եւս կարողանալու են ուղղեն առողջության ապահովագրությանը։ Սոցկրեդիտների շրջանակներում նրանք ամսական մինչև 4000 դրամի կարողանալու են հետ վերադարձ ստանալ։ Եվ 1 միլիոն դրամից ավել ստացող քաղաքացիները շարունակելու են զինապահին վճարել 15000 դրամը եւ կարողանալու են հետ վերադարձ ստանալ միայն սոցկրեդիտի 4000 դրամը։ Ինչու է այսպիսի տարբերակված սուբսիդավորման համակարգներ դրվում, շատ պարզ պատճառով, որովհետև մեր ապահովագրական փաթեթի արժեքը, ապահովագրավճարը ըստ էության ֆիքսված է եւ նույնական է բոլոր քաղաքացիների համար։ Եվ այստեղ ավելորդ չեմ համարում ընդգծել, որ ամեն մարդ վճարում է իր ապահովագրության համար, կոնկրետ փաթեթի համար։ Եվ որպիսի մենք ունենանք նաև սոցիալական համերաշխության սկզբունքի պահպանություն, այսինքն նվազ եկամուտներ ունեցող քաղաքացիների եւ բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների համար ֆինանսական նույնական բեռ չթողնենք, կառավարությունը որոշում է կայացրել նման սուբսիդավորման համակարգ ներդնելու։ Հաջորդ տարի 2027 թվականին կներառվեն մինչև 200,000 դրամ, այսինքն բոլոր ֆորմալ գրանցված աշխատողները։ Եվ երրորդ ավարտական փուլին մնացած բոլոր քաղաքացիները, ովքեր որ ուրեմն հանդիսանում են գյուղացիական տնտեսություններում զբաղվածներ, հանդիսանում են ընտանիքի կապակցված անձինք, օրինակ ուսանողները։ Տիկին Ավանեսյան, դուք իրավաբան լինելով անդերձ պնդեցիք են փաստը, որ չեղած բանի վրա մրցույթ եք հայտարարել։ Այսինքն այսօր այս օրենքը դուք վստահ չեք ընդունվի, թե չի ընդունվի, արդեն հիմնադրամի մրցույթ եք հայտարարել։ Ես գիտեմ, եթե հիմնադրամը կանոնադրություն չունի, աշխատանքային ռեժիմ չունի, ֆինանսական աղբյուր չունի, դուք մրցույթ ինչի ման վրա եք հայտարարել։ Կարող կամ արդյոք դուք պարտավոր եք դա մրցույթ իրավասու եք այդ մրցույթները հայտարարելու, թե չէ։ Հիմնադրամը պետք է ստեղծվեր եւ ինքը մրցույթ հայտարարել։ Դուք առողջապահության նախարարությունի իբրև խեք խառնում այդ գործերին։ Եվ ասում եք 400,000, այո 400,000 65 եւ ավել տարիքի թոշակառուներ օգտվում են, բայց մոռացել եք ասեք, որ դրանցից 80,000 արդեն աշխատամության խումբ ունեն, որոնք օգտվում են փաստացի, 1027 ֆունկցիոնալություն ունեն, որոնք եւս օգտվում են, 29298 քաղաքացի 28 եւ բարձր նպաստանալու շեմ ունեցող, այսինքն այս 400,000-ից հիմա փաստացի արդեն 100,000, 100 մարդ օգտվում արդեն։ Դրա համար եմ ասում թվեր հնչեցնեք, որ մենք հասկանանք ինչի մասին է խոսքը։ Եվ դուք այդ ցանկը, որ ասում եք ժամերի խնդիր, այդ ցանկը պետք է օրենքով ամրագրվի, եւ այս ռադիոլոգները այդ խնդիր չունեն, որտեղ մի հատ էլ ցանկ եք բերելու, որտեղ էլի սեղմելու է կողակը եւ իբրև թե անվճարը, բայց տարով գնալու է բժիշկ եւ պացիենտ ակասության։ Դուք ստենց ասում եք բոլոր ծառայությունները անվճար է, ցանկ օրենքով չեք ամրագրում։ Վաղը ժողովուրդը լսելու է, գնա ուղիղասին ծրի անվճար ավարտում են, պարոն Արշակյան, էլ այդ 1 րոպե այս վարքյանը չի խանգարի։ Ուզում եմ հստակեցի օրենքով այդ ցանկը, դրվի օրենքի մեջ ձեր վերած ցանկը։ Տեսեք, դուք չեղած բաներ եք վերագրում ինձ, խոսքեր, որոնք 1 րոպե առաջ եմ ես ներկայացրել օրենսդրական փաթեթը։ Այս աշխարհում ոչ մի ձրի բան չկա, եւ ես չեմ ասել, որ ամեն ինչ լինելու է ձրի, անվճար եւ բոլոր ծառայությունները, այլ հակառակը։ Ես հստակ կերպով ներկայացրել եմ, որ լինելու է ապահովագրական փաթեթ, որը ներառելու է կոնկրետ շրջանակ ծառայությունների եւ մեր կողմից, այո, սկզբունքը այսպիսինն է, ներառել բոլորին, բայց անհատի համար ոչ ամեն ինչ։
Եվ ես խնդրում եմ, մի փոխեք իմ խոսքերը եւ մեր քաղաքացիների մոտ ավելորդ ակնկալիքներ պետք չի ստեղծել։ Ես չեմ ասել, որ այլևս առողջապահությունը ձրի է, ինչպես դուք եք վերագրում։ Չեմ ասել նման բան։ Հաջորդիվ այո, 400,000 ես նշում եմ միայն այն քաղաքացիները, ովքեր որ հաշմանդամության կարգ չունեն եւ նրանք տարիքից ելնելով են մտնելու այս համակարգ։ Եվ այո, մարդիկ կան, որ այսօր էլ են օգտվում հաշմանդամության շրջանակներում եւ տարիքից ելնելով շարունակելու են օգտվել։ Հիմա կարծում եմ ամեն հիվանդանոց մի ձևի հաշվարկում այդ մոտեցումը պետք է այլևս չլինի, որովհետեւ եթե պետությունը հարկ է վերցնում եւ կոպիտ ասած պետ պատվեր է իջացնում այդ հիվանդանոցին բուժել այս հիվանդությունը, ապա պրոտոկոլները, որը դուք գործելակարգերը ինչ որ ձևով պետք է հաստատված լինեն։ Եվ քանի որ խոսեցի այդ պետ պատվերի մասին, ինչպես է որոշվելու, այսինքն մեկը դիմում է եւ պետք տեղի ունեցել ապահովագրական դեպք, պետությունը ինչ ալգորիթմով է այդ հիվանդին ուղղելու հիվանդանոց, թե ասել է դու գնա ընտրի, որն ուզում ես ես կֆինանսավորեմ։ Եվ ստեղ էլ եմ ասում գալու է արդեն նույն ինքնարժեքի խնդիրը, որովհետեւ ինչ ամեն մեկը գնա, յուրաքանչյուրը գնա ավելի թանկ հիվանդանոց, անհավասար պայմաններ են ստեղծվելու եւ այլն, շնորհակալություն։ Փոխհատուցման գները որոշել է պետությունը, այսինքն մենք ենք որոշում այն արժեքները, որով որ առնելու ենք ծառայություններ։ Մենք ասում ենք, հարգելի բժշկական կենտրոններ, մենք պատրաստ ենք այս պայմաններով, այս անձանց համար ձեռք բերել այսպիսի ծառայություններ, այս գործելակարգերով, այս արժեքի դիմաց։ Եվ բժշկական կենտրոնները կնքելով պայմանագիր ապահովագրական հիմնադրամի հետ, սպասարկելու են ապահովագրական դեպքը։ Ինչպես է ապահովագրական դեպքը սպասարկելու։ Երկու ճանապարհ կա։ Կա անհետաձգելի բուժօգնության ժամանակ, երբ որ մարդը ընկնում է հիվանդանոց, ապահովագրական դեպքը բացվում է, սպասարկվում է, անձը ուրեմն ավարտվում է դեպքը, բժշկական կենտրոնը ստանում է փոխհատուցում, եւ հաջորդը պլանայինն է, երբ որ դու պետք է արդեն այցելես քո կցագրման պոլիկլինիկա, որը եւս դու ես ընտրում, այսինքն ամեն անհատ ինքն է ընտրում, որտեղ կցագրվի, դրանից հետո ուղեգրվում է բաց ուղեգրով եւ ելի ինքն է ընտրում, որ բժշկական կենտրոնից ստանա ուրեմն ծառայությունը։ Այսինքն այստեղ հստակ է ազատ ընտրելու իրավունքը։ Շատ քննարկված 63-ից 65 տարեկան քաղաքացիներին է վերաբերում, ինչ է լինելու 63 տարեկան այն քաղաքացիների հետ 63 եւ 64, որոնք արդեն թոշակառու են, չեն աշխատում, չեն կարող վճարել դրա համար, բայց միևնույն ժամանակ փաստորեն այս խմբի մեջ չեն տեղավորվել, իրենք ինչ պիտի անեն։ Շնորհակալություն։ Տիկին Բադալյան մեր այս համակարգի ներառման որպես շեմ վերցրել է տարիքը։ Եվ ոչ թե անձի կենսաթոշակային համակարգից օգտվելու կարգավիճակը, եւ դա շատ պարզ պատճառ ունի։ Այո, մեր նպատակն է մեր բոլոր քաղաքացիների կարիքը հոգալ, եթե արձագանքեք, հետո կշարունակեմ պատասխանել։ Շարունակեք Տիկին Ավանեսյան։ Շնորհակալ եմ։ Այո, մեր հենց հանձնառությունն է եղել ի վերջո ապահովել մեր քաղաքացիներին այսքան երկար սպասված առողջապահական կարիքները։ Բայց ամեն ինչ գալիս է մեր բյուջեի հնարավորություններից եւ մեր խոստումներն էլ իրատեսական են եւ շատ կարեւոր է, որ դրանց տակը կան հստակ հաշվարկներ եւ հնարավորությունների սահման, ինչ մենք կարող ենք 2026 թվականից իրականացնել։ Բայց մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ինչպես մեր հարկերը վճարելու շրջանակներում նպաստել ենք այս համակարգ ներառելուն 65+-ին, կարող ենք նպաստել, որ 63+-ն էլ ներառվի եւ շատ ավելի այլ խմբեր էլ ներառվի։ Այսինքն Հայաստանի Հանրապետության աշխատող հարկ վճարող քաղաքացին է որոշում, ով է ներառվելու այս համակարգ եւ մենք էլ իրենց վճարած հարկերը, ինչպես երևում է, ուղղում են հենց իրենց ընտանիքների բարօրությանն ու առողջությանը։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Եվրամիությունը լրացուցիչ սահմանափակող միջոցներ է պատրաստում Բելարուսի դեմ հիբրիդային գրոհների առնչությամբ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հեռախոսազրույցից հետո։
Մենք նոր միջոցներ ենք պատրաստում պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում, գրել է ֆոն դեր Լայենը X սոցիալական հարթակում։ Նա նշել է, որ իրադրությունը Բելարուսի հետ սահմանին վատթարանում է Լիտվայի օդային տարածք մաքսանենգ ապրանքներով փուչիկների ներխուժման դեպքերի աճի ֆոնին։ Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով Բելարուսի կողմից նման հիբրիդային գրոհները միանգամայն անթույլատրելի են։ Նոյեմբերի 30-ին Վիլնյուսի օդանավակայանի օդային տարածքում ժամանակավոր սահմանափակումներ էին մտցվել օդանավակայանի ուղղությամբ շարժվող փուչիկների մասին հաղորդագրությունների պատճառով։ Զելենսկին անդրադարձել է ուկրաինական կարգավորման բանակցություններին, նա հայտնել է, որ ամենաբարդը տարածքների հարցն է։ Միայն այս թեման քննարկվել է 6 ժամ։ Խաղաղության ծրագիրն արդեն ավելի լավ տեսք ունի, ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով Կիևի առաջնահերթությունը անվտանգության երաշխիքները եւ ինքնիշխանության պահպանումն են։ Ուկրաինայի նախագահը նաեւ հայտնել է, որ ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել մարտի դաշտում, սակայն դրանք կանխվել են։ Մոսկվան հայտարարում է, որ ռուսական ուժերը ներխուժել են մեր քաղաքներ, սակայն այդ տարածքները, այդ թվում Կուպյանսկը, մեր վերահսկողության տակ են, հավելել է նախագահը։ Զելենսկու խոսքով թեժ մարտեր են ընթանում Պոկրովսկում։ Ռուսաստանի եւ Չինաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրումը լավ նորություն է եւ կնպաստի երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության եւ համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լի Ցզյանը։ Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, համաձայն որի Չինաստանի քաղաքացիները փոխադարձության սկզբունքով մինչև 2026 թվականի սեպտեմբերի 14-ը կկարողանան մինչև 30 օր ժամկետով առանց վիզայի մուտք գործել Ռուսաստան։ ՄԱԿ-ը Լիբանանում սկսել է իր խաղաղապահների թվաքանակի կրճատումը մոտավորապես 1/4-ով։ 2025 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ զորակազմն ուներ 9900 անդամ, մինչդեռ ավելի վաղ ՄԱԿ-ի առաքելության կազմում կար 10500 զինծառայող։ Նշվում է, որ անցած տարվա ընթացքում խաղաղապահները չեն նկատել Հեզբոլլահ շարժման կամ այլ ոչ պետական զինված խմբավորումների կողմից որևէ ռազմական ակտիվություն իրենց գործողությունների գոտում։ Չարտոնված ռազմական ենթակառուցվածքների վերականգնում կամ չարտոնված զենքի վերաներմուծում նույնպես չի արձանագրվել։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը օգոստոսի վերջին մանդատի գործողության ժամկետը երկարացրել էր մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը եւ որոշել է 2026 թվականի դեկտեմբերի 31-ից սկսել անձնակազմի կարգավորված եւ անվտանգ կրճատումը եւ դուրսբերումը 1 տարվա ընթացքում։ Ինդոնեզիայում հեղեղումների եւ սողանքների հետևանքով զոհվածների թիվը հասել է 659-ի, եւս 475 մարդ համարվում է անհետ կորած։ Մի շարք երկրների իշխանությունների տվյալներով դեկտեմբերի 2-ի դրությամբ հեղեղումների եւ սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 1230 մարդ, դրանցից 659-ը Ինդոնեզիայում։ Հարավարևելյան Ասիայում տարերային աղետից տուժել է նաեւ Շրի Լանկան, որտեղ զոհվել է 390 մարդ, ինչպես նաեւ Թայլանդը, որտեղ զոհվածների թիվը հասել է 181-ի։ Երեք երկրում անհետ կորած է 800 մարդ, այդ թվում առնվազն 475-ը Ինդոնեզիայում։ Նշվում է, որ Ինդոնեզիայում, որն ամենից շատն է տուժել, փրկարարները դժվարությամբ են հասնում Սումատրա կղզու գյուղերին, որտեղ ճանապարհները ողողված են, իսկ կամուրջները քանդված։ Տեղական իշխանությունները գործի են դրել ուղղաթիռներ եւ նավակներ, սակայն պաշտոնատար անձինք նշում են, որ վատ եղանակը եւ ավերված ենթակառուցվածքները դանդաղեցնում են փրկարարական աշխատանքները։ Դիտված ցիկլոնը, որը երկարատև անձրևներ էր բերել տարածաշրջան, ձևավորվել է նոյեմբերի վերջին Հնդկական օվկիանոսում եւ հզորության բարձրակետին է հասել նոյեմբերի 29-ին։ Ցիկլոնը նոյեմբերի 30-ին թուլացել է։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք, արգրավել է մեծաքանակ մեթամֆետամին եւ մարիխուանա։ Երևանի քրեական ոստիկանների հերթական բացահայտումը։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 26-ին։ Թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվեց եւ իր վարած Hyundai Մակտիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխվեց 40-ամյա տղամարդը։ Նրա խուզարկությամբ հայտնաբերված տոպրակում կար մեթամֆետամինի նմանվող 201 գրամ զանգված։ Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Երևան քաղաքի քննչական վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նոյեմբերի
27-ին դատարանի որոշումների հիման վրա կատարված խուզարկություններով տղամարդու բնակարանում հայտնաբերվեց 575 գրամ մեթամֆետամինի եւ 1275 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ, իսկ Hyundai Մակնիշի ավտոմեքենայում զիպ փականով 5 փաթեթ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով նախաքննության հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Այս ամիս օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, տեղումների քանակն էլ նորմայից պակաս։ Հիդրոօթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է եղանակի խորհրդատվական կանխատեսումը։ Իսկ վաղը եղանակը կլինի առանց տեղումների, օդի ջերմաստիճանն այսօր նվազել է 2-ից 3 նիշով, այնուհետև էապես չի փոխվի։ Գեղարքունիքի մարզում այսօր առաջին ձյունն է տեղացել։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ թողարկումից անմիջապես հետո վերլուծություն է բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։